Ողջունում եմ ձեզ բարեկամներ, Սիմոնյան Post YouTube-յան ալիքի եթերում ես այսօր զրուցելու եմ Հայաստան դաշինքի անդամ Նարեկ Մանտաշյանի հետ։ Մինչև մեր զրույցը սկսելը կրկին պետք է ձեզ խնդրեմ բաժանորդագրվել այս ալիքին, հավանել այս տեսանյութը եւ ցանկության դեպքում նաեւ մեկնաբանություն գրել։ Ինչպես ասում են, ձեզ համար դժվար չէ, մեզ համար էլ հաճելի է։ Բարև ձեզ, պարոն Մանտաշյան։ Բարև ձեզ։ Պարոն Մանտաշյան, այս տարի ընտրություններին Հայաստան դաշինքը ընդլայնվեց եւ առաջ կուսակցությունը եւս ներառվեց Հայաստան դաշինքի մեջ։ Նախ կուզեմ մեր այս եթերի առիթ օգտագործելով մի փոքր ներկայացնեք կուսակցությունը ինչ քաղաքական ուղղվածություն ունի, ինչ գաղափարական ընդհանրություն ունի երկրորդ նախագահի եւ Դաշնակցություն կուսակցության հետ եւ դաշինքի նպատակը ձեր կարծիքով, ձեր տեսլականով ո՞րն է։ Շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար։ Տեսեք, պարոն ջան, առաջ կուսակցությունը ինքնին ստեղծվել որպես իրավական միավոր դարձել է հենց այն անձանց շնորհիվ, ովքեր այս 7-8 տարիների ընթացքում իրենց քաղաքական հասարակական գործունեությամբ կիսել են նախագահ Քոչարյանի քաղաքական կուրսը ու դրա հետևորդներն են եղել։ Ինչ որ ժամանակահատվածում միտքը առաջացավ, այնուհետև նաև քաղաքական process-ների մասնակցության անհրաժեշտությամբ պայմանավորված, որպես իրավական միավոր գրանցվեց առաջ կուսակցությունը։ Առաջ ինքը աչակենտրոն գաղափարների ազգային պահպանողականության, բայց ավելի կենտրոնամետ գաղափարախոսության կրող քաղաքական միավոր է, որը կարծում եմ դեռ իր ասելիքը ունի հայաստանյան քաղաքական այսպես ներկապնակում։ Գիտեք, Հայաստան դաշինքը ընդլայնվել է որպես իրավական տեսանկյունից առաջի ներգրավմամբ, բայց առաջին քաղաքական, այսպես ներկաները քաղաքական միավորի դեմքերը կարծում եմ հանրության համար հայտնի էին նախագահ Քոչարյանի քաղաքական գործունեության ընթացքում նրա կողքին լինելով, նրա կուրսը կրելով, այսպես նրա աջակիցների նաև բանակից որոշակի ներգրավվածությամբ ստեղծվել է այս քաղաքական միավորը եւ կարծում եմ մենք դեռ ասելիք ու անելիք առաջնորդությամբ նախագահի ու առաջիկա ընտրական process-ներով պայմանավորված նաև մենք որպես նորաստեղծ քաղաքական ուժ նաև ակնկալում ենք մեր քաղաքացիների վստահության քվեն։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իշխանությունները մինչ այս մի մեղադրանք էին ներկայացնում, թե նա իբրև թե միլիարդներ ունի, տղզիներ ունի, գուցե նաև մայրցամաքներ ունի, ըստ ԿՊԱ-ականների չեմ կարող ասել։ Հիմա այդ մեղադրանքին գումարվել է եւս մեկ մեղադրանք, ասում են, եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա եւ նրա փոխարեն գա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ապա պատերազմ կսկսվի, այսինքն երկրորդ նախագահին համարում են պատերազմի հրձիկ։ Ինչպես կարող եք արձագանքել այս մեղադրանքներին։ Տեսեք, պարոն ջան, որևէ ողջամիտ մարդու համար այլևս մեկնաբանելու ենթակա չեն մարդու խոսքեր, ով ակնհայտ հոգեկան եւ հոգեբանական խնդիրներ ունի եւ կարծում եմ Տիկին Աննայի հեռանալը նաեւ իր սուր ազդեցությունն է թողում այս մարդու առողջության վրա, որովհետեւ ի վերջո կարծում եմ երբեմն տեղորայքի ժամերի հասցնելու հետ կապված եւ այսպես բարձի թողի վիճակում թողնել այդ մարդուն նման իրավիճակում, երբ ամեն օր զեկուցվում է առաջիկա ընտրությունների իր վարկանիշի վերաբերյալ տեղեկատվություն, երբ նրան ամեն օր զեկուցվում է, թե ինչ այսպես ազատ անկման արագությամբ է իրենց վարկանիշը ընկնում, գիտեք, այս պահին, երբ ամենաանհրաժեշտն էր Տիկին Աննան նրա կողքին, գոնե թե հոգեբանական աջակցության կամ դեղերի գոնե ժամանակին մատակարարելու գործում, ցավոք սրտի նաև հավանաբար այդ տիկինը չդիմացավ։ Ինչ վերաբերում է նախագահային ուղղվող մեղադրանքների, ռուսերեն լավ ասացված կա «Собака лает, караван идет», մենք որևէ կերպ չենք ցանկանում մտնել այդ դիսկուրսի մեջ, որովհետև ի վերջո արդեն երկրորդ տասնամյակն է գլորվում, երբ
բոլոր այդ ստերը այսպես կարծես նույն ֆաբրիկայում թխվում, մատուցվում են հանրությանը, բայց 4 միլիարդ թիմիֆը կոտրվեց դատախազության կողմից, դարձնալով երկու որակալ կինու տրականների կողմից բերված թեզերը ամբողջությամբ ստի ու կեղտիքի վրա են հիմնված, քրեական գործերի շրջանակներում բոլորը դատարաններում փլվեցին, իսկ ինչ վերաբերում է պատերազմի եւ խաղաղության մեջ ընտրության, այստեղ ավելի քան ակնհայտ է, որ օրինակ մարդ ում իշխանության 8 տարիների ընթացքում 3 պատերազմ եւ 4 էսկալացիա է տեղի ունեցել, փորձում է պատերազմի հրձիկ անվանել մարդու, ում 10 տարիների սահմանում եղել են ամենաապահովը։ Մենք ունեցել ենք հայկական Արցախ, սրանց օրոք կորցրել ենք հայկական Արցախ։ Մենք ունեցել ենք ինքնասեր իր սահմանը հաճույքով պահող զինվոր, մենք հիմա ունենք մարդիկ, ով բանակ ճանապարհորդ իրանց երեխաներին ահասրտներում սպասում են ամեն օր որևէ դժբախտ լուրի։ Ցանկացած պահի բանակ ճանապարհող ծնողները այսպես ահասրտներում դժբախտ լուրերի են սպասում։ Ես ուզում եմ մեր հանրությանը հիշեցնել, որ 98-2008 թվականներին առնվազն այդ 10 տարիների մասով ես ձեր տարիքը չգիտեմ կորյուն, բայց վստահ եմ դուք կհիշեք այդ տարիների գոնե որոշ մանրամասներ, մարդիկ բանակ ճանապարհելու տարիքի երիտասարդների համար բանակի քեֆեր էին կազմակերպում։ Այսինքն բանակ գնալը հայկական ընտանիքներում այսպես տղայի հասունացման խորհուրդ ուներ իր մեջ եւ մարդիկ դա ուրախությունը ստներում կարողանում էին նշել։ Ես ուզում եմ դուք համեմատական տանեք ու մեր հանրությունը եւս վերջին անգամ, օրինակ վերջին 8 տարիներում դուք երբևէ բանակի քեֆի ականատես եղել եք, բանակից վերադառնալու քեֆերի տեսել եմ, բայց բանակ գնալու արդիվ կազմակերպած ուրախ առիթներ կարծես չկան։ Սա շատ լուրջ արձանագրում է եւ մեր ցանկացած քաղաքացի պետք է այս ամեն ինչին լուրջ մոտենա։ Եվ օգտվելով նաեւ այս հարցի շրջանակում բացած թեմայից, ես ուզում եմ անպայմանորեն պնդել, որ մեր իրավական համակարգում եւ մեր օրենսդրության մեջ անհրաժեշտ է կատարել շատ կարեւոր շեշտադրում, որովհետեւ օրինակ ընտրությունների համար բազում փաստաթղթերի շարքում, այդ թվում հայրենի իմացության մասին տեղեկանք, այդ թվում երկրում մշտապես բնակության մասին տեղեկանք, կարծես իրավիճակի թելադրանքով անհրաժեշտություն է առաջացել, որ հոգեկան առողջության մասին տեղեկանք եւս ներկայացվի։ Հակառակ դեպքում մենք տեսնում ենք նման տեղեկանքի բացակայության պարագայում ինչպիսի ղեկավարներ կարող է ունենալ երկիրը եւ մենք ստիպված այդ փորձություններով անցնելու շռայլությունը այլևս չունենք։ Տեսեք, ասում եք նախագահ Քոչարյանի ժամանակ անվտանգ է եղել եւ իրապես անվտանգ է եղել, որովհետեւ որևէ ռազմական բախում չի եղել։ Եթե լիներ, կասեին անուններով։ Օրինակ, երրորդ նախագահի ժամանակ եղավ հուլիս-օգոստոսի դեպքերը, քարորիա պատերազմը, Նիկոլ Փաշինյանի օրոք, ինչպես դուք նշեցիք, մի քանի պատերազմ եւ ռազմական էսկալացիաներ տեղի ունեցան, ընդ որում անուններով, բայց իրենք այս ամեն ինչը թողած ասում են, որ երկրորդ նախագահի օրոք, հետո նաեւ երրորդ նախագահի օրոք, օրինակ Վահագն Ալեքսանյանը բանակում ներողություն արտահայտության համար տռուսիկ չի ունեցել։ Ու հանրությունը ասում է, հա, այն ժամանակ զինվորին լավ չէին նայում։ Ներողություն, թույլ տվեք երկրորդեմ ձեր ասածը։ Իսկ հիմա լինելով պատգամավոր գոնե ունի տռուսիկ։ Վստահ չեմ, չեմ կարող։ Հա, որովհետեւ եթե տղամարդը իրեն թույլ է տալիս իջնել այն մակարդակի, որ տռուսիկ չի ունեցել, նման տղամարդկանց մեկնաբանելը ոչ բարոյական եմ համարում, ոչ քաղաքական եմ համարում, ոչ էլ առավել եւս հայեցիկ։ Հիմա իսկ ինչ վերաբերում է անտռուսիկ լինելուն, այդ իր հաստ վիզը կարա փոքր-ինչ իրան նեղություն տալով պտտի, իր ֆրակցիայում նստած է հայկական բանակի այդ ժամանակների տռուսիկների պատասխանատուն, օրինակ Գագիկ Մելքոնյանը, ասի Գագիկ Մելքոնյան, ինչի եք ծծել իմ տռուսիկները, ուր են իմ տռուսիկները։ Եթե նա դրա համար այդքան անհրաժեշտ փաստ է գիտակցելու համար, թե ինչի նա
օրինակ ոնց եք էլի պատկերացնում անտրուսիկ տղամարդ բանակում։ Մտա տեսարանը խնդրում եմ, թող ցանկացած քաղաքացի, ով այդ հաստավզի այդ ելույթը նայել է, խնդրում եմ, մտ այսպես տեսարանը պատկերացնի ուղղակի։ Բանակ, զորամաս, տղամարդ եւ առանց տրուսիկ։ Հիմա եթե իր ինքնասիրությունը իրան թույլ է տալի նման բաներ խոսա, ես այդ մարդու ինչը մեկնաբանեմ։ Եթե մարդիկ կուշտ մեռնելու կողմնակիցն են, ես սոված ապրելու կողմնակից եմ։ Եթե սովածը ճակերտներով, հա, եթե ասում են բանակում ապահով էր, բայց զինվորը սոված էր, ուրեմն համաշխարհային չափանիշներ եւ նորմեր կան բանակին կերակրելու։ Իրանց կանանց ընկերուհիների ժամկետանց ելակներով ու կլուբնիկներով բանակին սնելը որպես գովազ ցույց տալը, առանց մարտագլխիկների սուրերում նկարվելը բանակի ապահովության մասին չէր եւ մենք տեսանք։ Այդ երեխեք ավելի լավ էր կլուբնիկ չուտեին, բայց ոչ էլ զոհվեին։ Այո, պարոն Մանթաշյան, նախագահ Քոչարյանը իր ոդքասթում ասաց, որ եթե օրինակ որևէ քաղաքական գործիչ եթերում զռա, դա դիտումներ կունենա, շատ դիտումներ կունենա, ընդգծելով են հանգամանքը, որ ոչ ստանդարտ իրավիճակները միշտ էլ դիտումներ են ունենում, հատկապես քաղաքական գործիչների կողմից, բայց Նիկոլ Փաշինյանը սա այսպես շատ սուր է ընկալել եւ այսօր իրեն գռեհիկ արտահայտություն է թույլ տվել հասցեական նույնիսկ նախագահ Քոչարյանին այդ ասելով, որ չեմ ուզում մեջ բերել, ինքներդ ծանոթ եք։ Այսինքն ինչի է Նիկոլ Փաշինյանը չասեմ քաղաքական հարաբերություն, գոնե ջենտլմենական հարաբերությունները իջեցնում այսպիսի մակարդակի, որտեվ Ռոբերտ Քոչարյանը անվանական իրեն չէր ասել, եթե իրեն ասած լիներ, գուցե ընկալելի լիներ իր նման արձագանքը։ Տեսեք, ես 2002-ից 2007 թվականներին սովորել եմ Ժող ինստիտուտում, կար Նարքոս Կավերնի թիմ, պատիվ եմ ունեցել նաև մի քանի խաղ մասնակցել Կավերնի այդ ակումբում եւ շատ հետաքրքիր դրվագ հիշեցի։ Երբ Կավերնի ռեժիսորներից մեկը փորձի ժամանակ ինչ-որ մի գրեիք հումորի հետ կապված ասաց, որ եթե նույնիսկ բեմից ծակն ասկի ցույց տաս, դա հնարավոր է այդ պահին լինի շատ ծիծաղելի, բայց դա գրեհիկ է եւ դա չի կարելի։ Նախագահ Քոչարյանի ասածը հենց սրա մասին էր, որ քաղաքական դիալոգում, եթե քաղաքական ասելիքը իջնում է էշի զռալու մակարդակի, այո, դա կարող է որոշակի հանրության լայքեր ապահովել, բայց դա հողի վրա քաղաքական որևէ նշանակություն չունի։ Սրա մասին է եղել նախագահի խոսքը։ Ի վերջո մենք գիտենք, որ մեծ լսարան ունի եւ մեծ հեղինակություն ունի եթերում հայոյելու համար։ Ահա, հիմա տեսեք, իսկ թե դա ինչպես է օգտագործվել փաստացի երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած հոգեշեղմամբ մարդու մոտ, սա խոսում է նրա դաստիարակության մասին, սա խոսում է նրա քաղաքական ասելիքի բացակայության մասին, որովհետև երբ դու չունես քաղաքական ասելիք, դու ստիպված ես այդ դիշովի քայլերով վաստակել քո էժանագին վարկանիշը ցույց տալու առնվազն քո թիմի համար ցույց տալու համար, որ դու շարունակում ես մնալ այսպես ուժեղ տղա։ Բայց գոնե բոլորը գիտեն, չէ՞ որ ավելի վախկոտ տղամարդ նույնիսկ գրականության հերոսներ ստեղծող գրողները պատմության մեջ չեն կարողացել հորինել ավելի վախկոտ կերպար, օրինակ Քաջ Նազարը շատ ավելի քաջ մարդ էր, քան այս մարդը Նազարը։ Հիմա նման պարագայում, երբ որ միայնակ դուք պատկերացնում եք, ասենք ինչ որ իրավիճակում հայտնվելով 10 վայրկյան, 3 վայրկյան այդ մարդը կարողանա ուղիղ նայել նախագահի աչքերի մեջ։ Ես կարծում եմ, որ նման պարագայում, նույնիսկ պաշտոնների նման հիմիկվա դասավորվածության պարագայում, եթե 3 վայրկյանից ավել կարողանա նայի նախագահի աչքերի մեջ ու նրան, օրինակ, պետք չգան Հայաստան ներմուծված բոլոր այդ համարի
իր ռազմերով պամպերսները, ես ներողություն կխնդրեմ հիմիկ ասածիս համար։ Բայց ինչի է ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը անընդհատ թիրախավորում երկրորդ նախագահին։ Մեծ հաշվով երկրորդ նախագահը այդքան էլ նրան չի անդրադառնում, հա, երևի առանձին դրվագների իհարկե քաղաքական կոնտեքստում անդրադառնում է, բայց անձնական Նիկոլ Փաշինյանին ես չեմ Երկրորդ նախագահը անձնական որևէ մեկին չի անդրադառնում եւ հենց դա տեսակի խնդիր է, որովհետեւ երբ դու քեզանից ինչ-որ բան ես ներկայացնում, դու խոսում ես պրոբլեմների ու դրանց լուծումների մասին։ Երբ դու չունես ոչ պրոբլեմների գիտակցումը եւ ոչ էլ դրանց լուծման ուղիներն ես պատկերացնում, դու սկսում ես քաղաքականությունը անձնավորված վարել։ Հիմա այս մարդիկ իրենց 8 տարի կառավարման ընթացքում որևէ ձևակերպած պրոբլեմ եւ դրա հետեւողական լուծում ոչ առաջարկել են, ոչ ցուցադրել են։ Արհավիրքը եկե հասել է պրոբլեմը հասել է իր գագաթնակետին, դարձել է արդեն աղետ, որևէ կերպ լուծում չի ունեցել, այնուհետև փորձել են ընդամենը արդարանալ։ Օրինակները այնքան բազում են, օրինակ ես վստահ եմ, որ կորոնա վարակը եթե լիներ օրինակ նախագահ Քոչարյանի ղեկավարման տարիներին, մենք կունենայինք անհամեմատ ավելի քիչ զոհեր։ Որովհետև այս մարդիկ ու պետական կառավարումը իրարից հեռու են, իրար հետ այնքան կապ չունեն, ինչքան օրինակ Վահագն Ալեքսանյանն ու Տրուսիկը, այդքան իրարից հեռու են։ Հա, թերևս այդքան հեռու կլինեն, պարոն Մանթաշյան։ Դուք վերջերս գրառում էիք արել Գոհար Մելոյանի ասացի հետ կապված։ Ինձ համար օրինակ այդ ասածը եւս տարօրինակ թվաց, որտեվ երբ որ խորհրդարանում ես եւ ընտրություն պետք է լինի մնալ Նիկոլ Փաշինյանը թե նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ընդդիմադիր ուժի համար պետք է որ մտածելու նույնիսկ տեղ էլ չլինի, հա։ Այս դիվանագիտական քայլ էր իրենց կողմից, թե իրոք այդ քաղաքական ուժը դեռևս չի ուրվագծել իր համար, ինչպես պետք է վարվի խորհրդարան անցնելու պարագայում։ Գիտեք, ես չեմ ուզենա կրկին անդրադառնալ այդ միջադեպին, բայց քանի որ հարցը հնչել է, անհրաժեշտ եմ համարում որոշակի ճակերտներ բացել, հա։ Տեսեք, քաղաքական մրցապայքար է ընտրությունը, ու այդ մրցապայքարում ցանկացած ուժ ունի իր կարծիքը հայտնելու կամ դիրքավորման իր հնարավորությունները օգտագործելու, միտումներն ու հնարավորությունները օգտագործել։ Հիմա Գոհար Մելոյանի ասացի հիմնական նյարդայնացնող հատվածը ավելի շատ ոչ թե դա էր, թե կհամագործակցեն կամ չէ, ես վստահ եմ այդ համագործակցել կամ չէի որոշումները այդ թիմում Գոհար Մելոյանի հետ ոչ քննարկվում են, ոչ էլ դրան մասնակցային որևէ process-ում Գոհար Մելոյանի ներկայությունը կա։ Ես կարծում եմ, որ այդ թիմում կան ողջամիտ ղեկավարներ, ովքեր նման ընտրության առաջ կանգնելուց վստահաբար ճիշտ ընտրություն կանեն։ Բայց Գոհար Մելոյանը այդ հարցազրույցի ընթացքում օգտագործել է մի նախադասություն, որը հետևյալն է. այդ ուժերից ոմանք միգուցե չհայտնվեն ազգային ժողովում։ Այդպիսով կասկածի տակ դնելով փաստացի Հայաստան դաշինքի ընտրվելու հնարավորությունը նույնիսկ ու այդ օրերին եթե ուշադիր հետևեք, թե ովքեր են նման թեզեր եւս շրջանառել ու այդ մարդկանց ցանցային կապը հաշվի առնելով, ես եկել եմ այդ եզրահանգման ու արել եմ այդ գրառումը։ Դուք պատկերացրեցիք ինչի մասին է խոսքը։ Այդ օրերին Միքայել Մինասյանի այսպես բան երբ կա, չէ, բան Յուրի 37 քաջերով 37 աջակիցներով միմյանց լայքելով ու միմյանց հերթ չտալով միաբերան փորձում են ինչ-որ բաներ այսպես իրենց հանգած հրաբուխները վերակենդանացնելու գործընթացի մեջ են եւ Գոհար Մելոյանի այդ նախադասությունը այդ թեզերի մեջ էր եւ իմ պատասխանը հենց դրա մասին էր։ Հասկանալի է, բայց Հայաստան դաշինքը 2021 թվականին, եթե չեմ սխալվում, ես այս թիվն եմ հիշում 220,000 քվ 272 272, շատ ավելի
լավ, ինչպես ասում են։ Այդ ԿՎՆ-ները ձեր կարծիքով ավելացել են, թե պակասել են։ Գիտեք, կոնկրետ Հայաստան դաշինքի մասով միգուցե այս պահին, քանի դեռ ընտրապայքարը նոր ստարտ մեկնարկային փուլում է, բոլոր ուժերը ունեն ընդդիմադիր դաշտի վրա աշխատելու հնարավորություն։ Բայց ես վստահաբար ձեզ ասում եմ, որ Հայաստան դաշինքը ունի մեկնարկային շատ ուժեղ պայմաններ եւ հնարավորություններ, որոնք ցույց են տալիս մեր սոցիոլոգիական հարցումները, որոնք բացարձակապես կապ չունեն Ալեն Սիմոնյանական հարցումների հետ եւ մենք ընտրապայքարը սկսելուց առաջ ենք այդ գործիքակազմին ծանոթացել եւ դրանց գնահատմամբ ենք մտել process-ի մեջ եւ որևէ մեկի խորհրդի ուղղորդման եւ ինչ որ կարիքներ մեր մոտ ձևավորվեն, մենք քաղաքական մեր հպարտությունը վստահաբար կդնենք մի կողմ, իրենց կարծիքը կհարցնենք, բայց մենք սոցիոլոգիական թվերը չենք հրապարակում, որովհետև չենք ուզում ու դա մեր գործելավոճի մեջ չկա որպես պոպուլիզմի կրողներ, մենք դրանք օգտագործում ենք որպես աշխատանքային գործիքներ եւ աշխատանքի արդյունքները արդեն հեռու չեն, 2 ամսից երևալու են եւ ես կարծում եմ հենց այս իրավիճակն է նաեւ վարչապետի պաշտոն զբաղեցնողի, նրան տարիներով սոսկայի համար փող վճարածների եւ այլ շրջանակների հոգեխանգարմունքի պատճառը։ Շատ լավ, հետևենք process-ներին։ Շնորհակալ եմ ձեզ այս զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։